Սեպուը սխալ է, Սեպուը ճիշտ է գրում, 100% ճիշտ է գրում, բայց Շահումյանն էլ իր հերթին բարդ հոգեվիճակում էր գտնվում, որովհետև եւ սա պահանջվում է ճշմարտությունը պահանջում է սա շեշտել, որովհետև եթե ինքը կողմ արտահայտվեր անգլիացիների հրավերքին, ապա դա դեմ էր բոլշևիկյան կուսակցության սկզբունքներին եւ դա խիստ տարաձայնությունների տեղի կարող էր տալ իր եւ բոլշևիկյան կուսակցության վերին մարմինների միջեւ, բայց այստեղ կարևոր է շեշտել, որ Ստեփան Շահումյանը որպես հայ անձնավորություն պարտավոր էր մնալ Բաքու, կռվել Բաքվի համար, ամեն ինչ անել Բաքուն պահպանելու համար, քանզի նա հստակ գիտեր, որ Բաքվի գրավումով մոտ 3 տասնյակ հայ պետք է կոտորվեին։ Այս եւ ընդհանրապես ես այն կարծիքին եմ, որ եթե Շահումյանը չգնար, ամենայն դեպս նա չէր արժանանա այդ ճակատագրին, այստեղ ուրիշ կարծիք չէր կարող լինել, սակայն ելնելով բոլշևիկյան կուսակցության շահերից, նա լքեց Բաքուն ու հեռացավ, որը արժեց իր մահը այդ դաժան սպանությունը։ Այսօր արդեն գաղտնազերծված բազմաթիվ փաստերի շնորհիվ հայտնի է դարձել, որ կոմունան եւ նրա ղեկավարները ստիպված էին հաղթահարել անհամար խութեր ու խոչընդոտներ, որոնք հարուցվել էին նախ եւ առաջ կենտրոնի իրենց կուսակիցների կողմից։ Չի կարող նաեւ տարակուսանք ու վրդովմունք չառաջացնել այն փաստը, որ սեպտեմբերի 20-ից հետո Լենինը ոչ մի անգամ չհիշատակեց այլևս Շահումյանի անունը։ Կարծես այդպիսի անձուգործիչ չէր եղել իր զինակիցների շարքում։ Այս եւ նման ուրիշ բազմաթիվ հետաքրքրական փաստերը պարզապես ստիպում են հանգել այն եզրակացության, որ Բաքվի կոմունան իր անձնազոհ գործիչներով բոլշևիկների քաղաքականության մեծ խաղատախտակին զոհ տվեց հակառակորդին։ Զոհ տրվեց այնպիսի թեթևությամբ, կարծես Բաքվի փողոցներում թափված հազարավոր բոլշևիկների ու պարզապես սովորական մարդկանց արյունը ոչ մի գին չուներ հոկտեմբերյան հեղափոխության հայրերի համար։ Մահվանից հետո կոմիսարների անունները սրբացվեցին, քանի որ դա բխում էր կուսակցության շահերից։ Մի քանի տարի անց նրանց աճյունները մեծ հանդիսավորությամբ տեղափոխվեցին Բաքու եւ ամփոփվեցին քաղաքի կենտրոնում։ Մանրազնին խմբագրվելուց հետո ստեղծվեց նրանց գործունեությունն ու մահը ներկայացնող պաշտոնական վարկածը, որը վիճարկելն այլևս քաղաքական հանցանք էր համարվում։ Սակայն իշխանության անդրկուլիսյան միջավայրում մշտապես շարունակվում էին կիսաձայն շրջանառվել ճշմարտանմանությամբ եւ ակնհայտ հորինվածքներով շաղախված տարբեր վարկածներ, որոնց թվում նաեւ ամենաանհավանական բնույթի պատումները։ Ոմանք պնդում էին, թե Շահումյանը չէր գնդակահարվել, այլ բրիտանացիներից փրկվել էր փախուստով։ Ուրիշներն ասում էին, որ բրիտանացիներն իրենք էին փախցրել նրան եւ ոչ այլ ուր, քան Հնդկաստան, որտեղ հայ հեղափոխական իբր ապրել էր մինչեւ խորձերություն եւ կնքել մահկանացուն։ Այս եւ նման առասպելները ակներևաբար չունեն որևէ լուրջ հիմնավորում, այլ պարզապես ռոմանտիզմի ու միստիկայի խառնուրդով շաղախված լեգենդներ են, որոնցով սովորաբար շղարշվում է ցանկացած պատմական մեծ անհատի իրական կենսագրությունը։ Հենց այդպիսին էր Ստեփան Շահումյանը, հիրավի պատմական մասշտաբի անհատ, ում ապրած ճակատագրի առեղծվածները տասնամյակներ շարունակ հանգիստ չեն տվել բազմաթիվ ուսումնասիրողների։ Ես ուզում եմ համարձակորեն այսօր ասել, եթե Շահումյանը չգնդակահարվեր եւ Շահումյանը մնար հեղափոխությունից հետո, Լենինից հետո, ապա հաստատ նա ղեկավարելու էր սովետական իշխանությունը եւ կուսակցությունը։ Ես դրանում կասկած չունեմ։ Շահումյանը դա այն անձնավորությունն էր, որով հայ ժողովուրդը ինչքան գոյություն ունի, պետք է հպարտանա այդ կերպարով։ Ստեփան Շահումյանի եւ ընդհանրապես հայ բոլշևիկների վերաբերյալ ուզում եմ հետեւյալ հայեցակարգը ներկայացնելով փակել այս թեման։ Ընդհանրապես ցավոք սրտի հայ բոլշևիկներին բնորոշ չի եղել բոլշևիկների այն տեսակը, որը կարելի է կոչել նացիոնալ բոլշևիկներ, որը այդ շրջանում հոկտեմբերյան հեղաշրջումից հետո ուրեմն բնորոշ էր ադրբեջանցի թաթար բոլշևիկների Նարիմանովի գլխավորությամբ, ուրեմն
վրաց շատ բոլշևիկների Օկուջավան եւ Մտիվանին, նաեւ Թաթարստանում, Ուկրաինայում կային այդպիսիներ։ Ինչ է սա նշանակում։ Բոլշևիկյան գաղափարախոսությունը օգտագործել հանուն իր ժողովրդի շահերի, այդ գաղափարախոսությանը այդ գաղափարախոսությամբ առերես տարվելով նաև դնել իր ազգի պահպանման խնդիրը։ Ճիշտ է, նա համագործակցեց Դաշնակցության հետ, Հայոց ազգային խորհրդի հետ, Թիֆլիսում, հետո Բաքվում, բայց նա համագործակցեց ավելի շատ ելնելով ուրեմն բոլշևիկյան գաղափարախոսության շահերից, ոչ թե համազգային շահերից։ Սա է պատմական ճշմարտությունը։ Այս առումով նա իմ կարծիքով չունի արդարացում։ Բայց որ իսկապես նա այդ ընթացքում այն ըմբռնումը ուներ, որ կռվելով ուրեմն Կովկասում, Բաքվում, ուրեմն սովետական կարգերի հաստատման համար եւ ճիշտ է, որ համագործակցել է անհրաժեշտ էր թեկուզ Դաշնակցության հետ, նա միայն ու միայն առաջնորդվում էր սոցիալիստական հեղափոխության կարգախոսներով։ Այն, որ նա դրանով ուներ այն համոզմունքը, որ միայն դրանում էր կայանում հայ ժողովրդի փրկությունը, ամենայն դեպս այդ համոզմունքը հիմնավորող փաստեր դժվար է գտնել։ Բոլորովին վերջերս Բաքվի իշխանությունների կայացրած վճռով քաղաքի Սահիլ կոչվող զբոսայգում հապամոնտաժվեց 26 կոմիսարներին նվիրված արձանն ու հանվեցին նրա հիմքում ամփոփված դիերը։ 26 աճյունի փոխարեն հայտնաբերվեցին միայն 23-ը։ Հատուկ հետազոտությունից հետո Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացուցիչները հայտարարեցին, որ Ստեփան Շահումյանի աճյունը գտնվածների մեջ բացակայում է։ Այդպիսով հայ հեղափոխականի ճակատագրի առեղծվածը նորից արդիականացվեց եւ անկասկած նոր ու թարմնյութ է տալու ամենաանհավանական վարկածների սիրահարներին։